Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին զարգացումները նոր հարցեր են առաջացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, գերիների վերադարձի և տարածաշրջանային նախաձեռնությունների շուրջ։ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ինչպես J.D. Vance-ի հետ հանդիպումը, քննարկումների տեղիք է տվել նաև մեր քաղաքական դաշտում։ Այս հարցազրույցում անդրադառնալու ենք արտաքին քաղաքական մարտահրավերներին, հնարավոր համագործակցություններին և ներքաղաքական զարգացումներին։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից հետո Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը եւ դարձել պնդել է, որ այդ պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ տեղի ունենան։ Ինչ է ստացվում, որ Ադրբեջանի նախագահի ռետորաբանության մեջ առանձնապես փոփոխություններ չեղան անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահի տարածաշրջանային այցից հետո, որտեղ սպասելիքները մեծ էին։ Ցավոք սրտի Ադրբեջանի նախագահի խոսույթի մեջ փոփոխությունները շատ արագ են լինում եւ այդ փոփոխությունները հիմնականում կախված են լինում ռուսական ազդեցություններից կամ ռուսական դաշտում տեղի ունեցած զարգացումներից։ Եթե նայենք ռուսական դաշտում հիմա ակտիվ խոսում են Ադրբեջանի իրենց ուղեծրից դուրս գալու, թալիշների հետ ունեցած խնդրի, Ադրբեջանը թե ծովային, թե ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, իսկ ռուսական քաղտեխնոլոգները ուղղակի ուղիղ խոսում են Ադրբեջան անեքսիայի մասով։ Նաև բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանի հետ կապված, որոնք ժամանակին Ռուսաստանը փորձում էր լուծել Ադրբեջանի միջոցով, եւ հիմա երբ որ այդ խնդիրները չի կարողանում Ադրբեջանի հետ լուծել, ինքը Ադրբեջանի ճնշումներով փորձում են Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա ազդել, եւ ես այդ խնդիրները տեսնում եմ այդ համատեքստում։ Բայց ես ասել եմ ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է ընտրություններից 2 ամիս շուտ, այսինքն ապրիլ մայիս ամիսներին արդեն կարծում եմ այդ թուղթը կստորագրվի եւ կարծում եմ դա ձեռնատու է թե Ադրբեջանին, թե Հայաստանին, թե Միացյալ Նահանգներին։ Այսինքն Ալիևը ինքն իրեն կհակասի։ Գիտեք ինչ, Ալիևը բազմաթիվ անգամներ է ինքն իրեն հակասել, Ալիևը նույն Զանգեզուրի միջանցքը բռունցքով էր բացում, Ալիևը ասում էր, որ իրենց արևմտյան Ատրպատականը պիտի ամբողջությամբ հետ գա, Ալիևը Սևանին այլ անունով էր կոչում, Ալիևի ռետորաբանությունը բազմաթիվ անգամներ փոխվել է, Ալիևը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ մենք շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրին։ Կստորագրի, որովհետև ճնշումներ կլինեն արևմուտքից։ Միանշանակ խնդիրը նախ արևմուտքի ճնշումների հետ է կապված, երկրորդ նաև տնտեսական խնդիրներ կան։ Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր էլ իրար մեջ գազ են վաճառում եւ Թուրքիան անդադ խնդրում է, որ այդ գազի գինը էժանացնեն։ Իսկ էժանացնելու համար դրա տեղափոխումը պիտի ինքնարժեքը մի քիչ իջացվի, որտեղ Վրաստանի տարածքով տեղափոխումը բազմաթիվ պոմպեր է աշխատում, լեռնային ճանապարհ է, թողունակությունը այդքան լավը չի, հին է եւ իրենք ուզում են ավելի հարթ ճանապարհով Լենք Հովտովիչներն Արաքսի հովիտ եւ այդտեղից ուղիղ բերեն տանեն Ադրբեջան, խոսքը գնում է մոտավորապես 300 միլիոն խորանարդ մետր գազի մասին, որը Ադրբեջանը պիտի մատակարարի Թուրքիային, եւ այդ նախագիծը պիտի իրականացվի նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից արվող ներդրումներով, եւ այդ համատեքստում, որպեսզի կասկածներ չլինեն ներդրողների համար, որ նախագիծը կարող է եւ չաշխատել եւ նախնական աշխատանքները, նախագծային աշխատանքները սկսեն անել, Ալիևին պետք է, որ փաստաթուղթը ստորագրվի հնարավորինս շուտ, քանի այս խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր եւ Հայաստանի վարչապետը մեծամասնություն ունի եւ այս խորհրդարանն էլ կվավերացնի այդ, որովհետեւ ամեն դեպքում հաջորդ խորհրդարանին սպասելը, ինչքան էլ ակնկալվում է, որ ռադիկալ փոփոխություններ չեն լինի, բայց այդտեղ կարող է ռիսկ առաջանալ։ Իսկ որ այդ ճանապարհը, գազամուղների տեղափոխումը եւ այլը Ադրբեջանին ու Թուրքիային շատ ձեռնատու է, այդ միանշանակ է, որովհետեւ մեկը չի կասկածում, իրենք էլ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են։ Հետևաբար այս համատեքստում այսօրվա իրավիճակը ինչը գոյություն ունի եւ խորհրդարանի մեծամասնությունը, այն ինչը կա, կարծում եմ Ադրբեջանը օգտագործելու է եւ կարծում
կարծում եմ 1-2 ամիս առաջ այդ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Պարոն Սարգսյան, Իլհամ Ալիևը իր վերջին այսպես հարցազրույցում, որը հաջորդեց J.D. Vance-ի այցին, անդրադարձավ նաև գերիների թեմային։ Մենք հիշում ենք, որ J.D. Vance-ը նաև Հայաստանում հայտարարեց, որ այդ մասին քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի հետ։ Ալիևը հաստատեց, որ այդ քննարկումը եղել է, բայց ասաց, որ իրենց տեսակետը ներկայացնելուց հետո թեման փակվել է եւ ինքը չի պատրաստվում այսպես ազատ արձակել մեր հայրենակիցներին։ Սրա մասով ինչ զարգացումներ կարելի է սպասել։ Վերջ, ամեն ինչ վերջացած է Ալիևի այդ հայտարարությամբ։ Տարօրինակ կլներ, որ Ալիևը ասել, որ գիտեք ինչ, երբ որ որոշում դատարանը վերջնական որոշման կգա, դատավճիռը կկայացվի եւ իրենց մեղքը կճանաչվի, դրանից հետո ես ինչ որ կերպ խաղաղության համաձայնագրի համատեքստում համաներում կանեմ եւ իրենց բաց կտող։ Իհարկե չեր ասի, եթե նույնիսկ այդպես է մտածում, այնպես որ քաղաքականության մեջ դրանք գործիքներ են, որոնք օգտագործում են բանակցային process-ներում, ինչ խնդիրներ ներքին, արտաքին եւ այլ Փաշինյանի հետ կապված որոշակի առումներով դրսերում եղած ճնշումներին հակազդելու։ Այսինքն ես կարծում եմ, որ ու համոզված եմ էլի, որ խաղաղության համաձայնագրից հետո Ադրբեջանում գտնվող գերիների հարցը կլուծվի եւ ես նաեւ որոշակի տեղեկատվություն ունեմ, որ խնդրեմը միայն Ռուբեն Վարդանյանի հետ է կապված, որի խնդրեմը ավելի շատ կապում է Ռուսաստանի, քան Հայաստանի հետ։ Այսինքն նրա մասով էլ կլուծվի, թե ձեզ Այդ արդեն Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան համատեքստում է, չեմ կարող որևէ բան ասել, բայց Ադրբեջան-Հայաստան համատեքստում խաղաղության համաձայնագրից հետո գերիների խնդիրը կլուծվի։ Պարոն Սարգսյան, Հայաստանի վարչապետը խոսելով թրիփի մասին, մասնավորապես երկաթուղու մասին, ասաց, որ կարծում է պետք է այդ երկաթուղին, քանի որ հիմա կոնցեսիոն կառավարումը ըստ էության Ռուսաստանի ձեռքում է, կարծում է պետք է այդ կոնցեսիոն կառավարումը ձեռք բերի մի երկիր, որը լավ հարաբերություններ ունի միաժամանակ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, քանի որ երբ որ Ռուսաստանի ձեռքում այնտեղ կան խնդիրներ եւ կարող է շրջանցվել։ Այստեղ կարծում եք այս առաջարկությունը Ռուսաստանը կընդունի, որովհետեւ ներողություն ինքը միաժամանակ Ռուսաստանից հայտարարվում է, որ իրենք պատրաստ են Հայաստանի հետ քննարկել թրիփին միանալու պարամետրերը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այս հարցը պիտի շատ կոնկրետ ու խիստ դնի, որովհետև Ռուսաստանը նախ իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել, մեկ, իրենք պիտի 600 միլիոն դոլարի ներդրում արած լինեին, իսկ Հայաստանի երկաթուղիները ոնց 40 կմ/ժ արագությամբ շարժվում են, շարունակում են նույն կերպ էլ շարժվել, եւ այս համատեքստում Հայաստանի համար կենսական խնդիր է։ Տեսեք, երկրորդ նախագահն ասում է, որ թրիփը միայն այդ կարճ ճանապարհն է, որից օգուտ չկա, դա միջանցք է, որը տված է Ադրբեջանին, այստեղ հարց է առաջանում։ Իսկ եթե ռուսական բեռները Ադրբեջանով գալիս են Հայաստան, դա էլ է միջանցք։ Հայաստան-Ռուսաստան միջանցք է, որը Ադրբեջանն է տվել։ Կամ երկրորդ նախագահը ընդհանրապես երկաթգծի թեման չպիտի խոսի, որտեղ այդ կարգի մեծ վնաս Հայաստանին որևէ մեկը չի տվել։ Այսօր Երասխից Ախուրիկ կայարան այդ ճանապարհը, որը թրիփի շրջանակում ամբողջությամբ կարող էր գործել ու Հայաստանի տեսեք ինչ տարածք առևտրային այդ կապով շրջանառության մեջ էր, այսօր խնդիր կա, որ Հայաստանն ասում է ինչ անենք, այ Ռուսաստանին դիմենք, ասենք գիտեք ինչ Արեգ Բաժանը վաճառեք երրորդ կողմի, որ մենք կարողանանք այդ աշխատեցնել, որովհետև դա մեր երկրի համար կենսական շահ է։ Եթե Ռուսաստանը մեզ բարեկամ է, ինքը իհարկե այդտեղ պիտի ասեր, պիտի համաձայներ, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է խնդրենք թող ինքը չի ուզում դուրս գա, երրորդ կողմի վաճառենք, սա է լուծումը։ Ես կարծում եմ, որ այնպես ինչպես Զվարթնոց օդանավակայանում մենք ասացինք շնորհակալություն, ստեսություն նույնը պիտի անենք հիմա Ռուսաստանը չի համաձայնելու վաճառել, հետևաբար այդ առաջարկը, այդ միջանկյալ առաջարկը որևէ արդյունք, դրական արդյունք չի տալու։ Պետք էր միանգամից ամբողջական դնել, որ ես դրա կողմնակիցն եմ, որ պիտի այ կոնցեսիոն համաձայնագիրը, որը կնքված է, այդ կոնցեսիոն համաձայնագրից հրաժարվեք եւ դուրս գաք, քանի որ դուք պայմանագրային պարտականությունները չեք կատարել, մենք էլ նոր տրանսպորտային ուղիներ ենք բացել եւ այդ տրանսպորտային ուղիների համար գերկարևոր է Հայաստանի համար, որ այդ ճանապարհը գործի։
Այո, հասկանում եմ, որ դրանից հետո տնտեսական որոշակի պատժամիջոցներ կլինեն, որ բավականին բարդություններ կառաջանա հայ բիզնեսի համար, բայց այն առավելությունը, ինչը կառաջանա դրանից հետո Երասխավանից Ախուրյան բեռներ տեղափոխելով, որ Թուրքիան այն 2.4 միլիարդը որ վերցրել է, որ իր մոտ ճանապարհ սարքի, այդ ճանապարհը կմնա մենակ Թուրքիայի ներքին ճանապարհ, իսկ թրիպը հանձինս Միացյալ Նահանգների, որ 74% ունի այստեղ կաշխատեցնի այս ճանապարհը, որ միջինասիական հանրապետությունները նախընտրելիք համարեն այս ճանապարհով իրենց բեռներն ուղարկել, այստեղ ես կասկած չունեմ, այս իմ համար միանշանակ է։ Պարոն Սարգսյան, երբ օրինակ որևէ երկրից գլխավորապես Իլհամ Ալիևի կողմից որևէ հայտարարություն է հնչում, այսպես Հայաստանի հետ կապված պահանջներ են առաջ քաշվում, ընդդիմությունն ասում է, այ եթե մենք ունենանք ուժեղ առաջնորդ, քանի որ առջևում ընտրություններ են, այ մենք կասենք ոչ Իլհամ Ալիևին։ Ո՞րն է ձեր տեսակետ այս պնդումների շուրջ։ Գիտեք ինչ, ոչ ասելու համար պիտի կարողանաս մեկնաբանես, թե այդ ոչից հետո ինչ կլինի։ Այսինքն նախ Իլհամ Ալիևը ինչ է ասում, որ մենք ասենք ոչ։ Ինչին ասենք ոչ, որ առաջարկին ասենք ոչ, պիտի նայենք սրան։ Երկրորդ, իրենք ոչ ումով են ասում։ Իրենք ասում են, որ այդ ոչը պիտի ասեն ռուսներով։ Իսկ ռուսների ուզածն ինչ է։ Նոյեմբերի 9-ին 9-րդ կետ։ Իսկ Իլհամ Ալիևի ուզածն ինչ է։ Նոյեմբերի 9-ին 9-րդ կետ։ Թուրքիայի ուզածն ինչ է։ Նոյեմբերի 9-ին 9-րդ կետ։ Այն որը Միացյալ Նահանգների ճնշումներով Իլհամ Ալիևը գնացել է Վաշինգտոն ու նման փաստաթուղթ է ստորագրել, այն որ Թուրքիան համաձայնել է, որ այս ճանապարհն աշխատի ու տեսել է, որ այստեղ օգուտներ կա, այս միանշանակ երկար եւ բավականին ծանր աշխատանքի եւ նաեւ ինչ որտեղ նաեւ պատժամիջոցների ռիսկի տակ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնել են։ Մոռացել եք, որ Իլհամ Ալիևն ասում էր, որ ամենալավ հարթակը Հայաստան-Ադրբեջան հարցերը լուծելու Մոսկվան է։ Իսկ ինչի էր այդ ասում։ Որտեղ դրանք ասում էին նոյեմբերի 9-ին 9-րդ կետ։ Ու այսօր էլ հենց Մոսկվան ուժեղանում է, ճնշումները մեծացնում է Բաքվի վրա։ Բայց քանի որ Բաքուն այս ճանապարհով հնարավորինս լուծումներ է տեսնում Մոսկվայից ազատվելու եւ իր հնարավորությունները մաքսիմալ օգտագործելու թե էներգետիկ թե առևտրային միջինասիական հանրապետությունների Թուրքիայի հետ կապի առումով գերադասում է այս ուղով գնալ։ Գնում ենք Մոսկվայի հետ, որ ինչ անենք։ Ասենք իրենք կարող են ասել որևէ երկիր, որը Ռուսաստանի հետ է եղել ու որը այսօր բարեկեցիկ կյանքով է ապրում, որտեղ արդար ընտրություններ են, իշխանությունները փոխվում են, որտեղ օլիգարխիկ ռեժիմներ չկան, որ այդ երկրները թշնամիներ չունեն, որ այդ երկիրները հակամարտության մեջ չեն։ Ռուսաստանը երկրների ղեկավարում է պատերազմներով, այս տարածաշրջանում պատերազմի կողմնակիցը Ռուսաստանն է եւ այն ընդդիմադիրները, ովքեր ասում են Ռուսաստան ու կասենք ոչ, ակնհայտ պատերազմի կողմնակից են։ Միանշանակ այդ մարդիկ Ռուսաստան ասողները միանշանակ պատերազմի կողմնակից են։ Հիմա իշխանությունները ասում են, երբ որ քննարկումները, եթե մեզ չընտրեցիք, օրինակ մենք չընտրվեցինք, չի լինելու թրիփը, խաղաղությունը չի լինելու, ձեր ասածը համընկնում է սրա հետ։ Ոչ չի համընկնում, եթե մեզ ընտրեն, թրիփն էլ կլինի, խաղաղությունն էլ կլինի, մենք էլ առաջինը կասենք, որ ռուսական հարավկովկասյան երկաթուղիները պիտի դուրս գան Հայաստանի սահմաններից, առաջինը կասենք, որ հապկից պիտի հրաժարվենք, առաջինը կասենք, որ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգից պիտի հրաժարվենք, որ մեզ հակաօդային պաշտպանության սարքել տան։ Իմիջայլոց ԱԴՎ-ի ռետորաբանությունը որոշակի փոխվել է Ռուսաստանի կողմ, նաև նրա համար, որ մեզ շատ լուրջ հակաօդային պաշտպանության սարքեր են տվել։ Շատ լուրջ։ Այդ զայրացրել է թե Ռուսաստանին, որ իրենք կոշտացրել են իրենց խոսույթը, եւ թե Ադրբեջանին։ Հայաստանը օր-օրի հզորանում է, իսկ Հայաստանում կան ուժեր երկրորդ նախագահներ եւ այլը, որոնք կախված են Հայաստանի ոտքերից ուզում են քաշտան տանել, դարձնել Հայաստանը լավագույն դեպքում Բելարուս, վատագույն դեպքում Թաթարստան, իրենք էլ դառնան այստեղ գուբերնատոր։ Եվ այդ ուժերին հետաքրքիր չի պատերազմ կլինի թե չէ։ Իրենց հետաքրքիր չի, որ նոյեմբերի 9-ով Հայաստանը կկիսվի թե չէ։ Իրենց ցանկությունն է այդ։ Այ նաև ձեր ասած ուժերը եւ ընդդիմադիր դաշտում գործող շատ ուժեր արդեն իրենք ճակատներ են կազմում, այսպես քաղաքական բևեռ են ձևավորում ընտրություններին մասնակցելու հետ կապված։ Արդեն ասացի իշխանությունն ինչ է ասում, ընդդիմությունը ինչ է ասում։ Այ
նրանք էլ ընդդիմադիրները ձեր ասած վստահ են, որ իրենք չեն ժխտում, որ ընտրություններից հետո հնարավոր է համագործակցություն միմյանց հետ, եթե դա հնարավոր լինի իշխանազրկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իրենք այդ վստահություն ունեն, ասում են հասնելու ենք դրան։ Դուք կիսում եք, չեք կիսում այդ վստահությունը, քաղաքական դաշտը հիմա ինչ է ցույց տալիս։ Որ ռուսական ազդեցության քաղաքական կուսակցությունները ղեկավարվում են հենց մի կենտրոնից եւ այնտեղ երանգով եւ այդ իրենց առավելությունն է այդ միանշանակ, որ այդ կենտրոնը ամեն ինչ անում է, որ Հայաստանում որևէ քվե ռուսական ազդեցության չփոշիանա եւ ամեն ինչ անում է, որ արևմտյան քվեները փոշիանան, իսկ այդ արևմտյան քվեները հիմնականում որտեղ են։ Նիկոլ Փաշինյանի մոտ են, մեր կուսակցության մոտ են ամենաշատը, հետո մյուսներ։ Ու իրենք այս ուղղությամբ Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ թիրախը նախընտրել են մեզ, որովհետև այնպես ինչպես Երևանում, այստեղ էլ կարող է խնդիրը կրկնվի եւ մենք միանանք քաղաքացիական պայմանագրին եւ իրենք չկարողանան երկրի ընթացքը փոխել, հետեւաբար ամեն ինչ անում են, որ մեր շուրջը բարակտում ստեղծեն, որ մեր դիրքերը թուլացնեն, որ կոմպրոմատներ ու չգիտեմ հերյուրանքներ տարածեն մեր ուղությամբ, որ այդ խնդիրը լուծեն։ Բայց այդ խնդիրը չի լուծվելու եւ քաղաքական դաշտի զարգացումները, որոնք որ տանում է ռուսական կողմը, իմ կարծիքով արդյունքներ չեն արձանագրելու։ Այ պարակտման մասին դուք ասացիք, շատ այսպես խոսվեց, որ լարվել է նաև ձեր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կապված այն, երբ որ դուք կաթողիկոսի ձեռքն եք համբուրել։ Այս դրա մասով ինչ պարզաբանում ունենք, նման լարվածություն կա։ Ընդհանրապես լարվածություն չկա, նորմալ սովորական կապ, դա ինչ որ թերթի, ինչ որ խմբագրի հորինած քաղտեխնոլոգիա է, որ իրավիճակները լարվի։ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին 2-3 կապ եմ ունեցել եւ այդ կապը եղել է շատ նորմալ զրույցներով եւ այլնով, կարծիքների փոխանակման, տեսակետների փոխանակման, որովհետեւ նման խնդիր չկա եւ չի կարող լինել։ Ինչ վերաբերվում է վեհապարի աչահամբուրելուն, ասեմ հետեւյալը, որ լրիվ անկեղծ ինձ Հայաստանի Հանրապետության հիմնել դուր չի գալիս ոչ բառերը, ոչ երաժշտությունը, բայց երբ որ այդ հիմնը հնչում է, ես ոտքի եմ կանգնում ու զգաստանում եմ։ Կան բաներ, որը իմ կարծիքով վերաբերվում են Հայաստանի Հանրապետությանը, նրա ինստիտուտներին եւ այդ ինստիտուտների նկատմամբ պիտի վերաբերվել հարգանքով։ Ես փորձել եմ հարգանքով վերաբերվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ սրա կողմնակիցն եմ։ Ես միշտ համարել եմ, որ հայ առաքելական եկեղեցի եւ իշխանություններ խնդիրը պիտի լուծվի եւ պարտավոր է, որ եւ հնարավոր է լուծել սահմանադրության շրջանակներում։ Եթե որևէ հոգևորական մեքենայի տակ մարդ է գցում, այդ հոգևորականը պիտի դատվի այնպես ինչպես ես եւ դուք կամ որևէ դատավոր։ Եթե որևէ հոգևորական կոչ է անում ռազմական հեղաշրջման, ինքը պիտի դատվի միանշանակ։ Բայց եթե որևէ հոգևորական իր երթումը Աստծուն կուսակրոնություն պահելու չի պահում կամ արտամուսնական կապ է ունենում, դա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չի դատապարտվում։ Ու պետությունը չի կարող այստեղ միջամտել, այս խնդիրը պիտի լուծեն հոգևորականները իրենց ներքին խոհանոցում։ Եվ այս խնդրի լուծման առումով հայ առաքելական Սուրբ եկեղեցին այսօր բաժանվել է երկու մասի։ Հստակ երկու մասի։ Մի մասը միավորվել է վարչապետի շուրջ, համարում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավը խախտել է իր երթումը եւ ինչ-ինչ տեղերում նաեւ քրեական հանցագործություններ է անում։ Հայ առաքելական եկեղեցու մյուս մասը համախմբվել է վեհապար հայրապետի շուրջ։ Իրենք չեն մկրտում քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների երեխաներին եւ համարում են, որ նրանք հոգեվոր հանցագործություն են գործում։ Հիմա այս խնդիրը ոնց պիտի լուծվի։ Այս խնդրի լուծումը իմ կարծիքով մեկն է։ Նախ վեհապար հայրապետի համար մեկ խնդիրը, համար մեկ պարտականությունը ես կասեի, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ամբողջական ու հաշտ պահելն է։ Եվ ինքը իր հրաժարականով կարող է այդ խնդիրը լուծել։ Ինքը պիտի խոհեմություն ցուցաբերի, չմտնի հակադրությունների դաշտ, չգնա օտար երկրներ էջմիածնից դուրս հավաքներ անելու։ Չէ՞ որ այդ տեղը Տերը ինքը իջավ ու ցույց տվեց, որ այստեղ պիտի անեք։
Հետևաբար իմ մտածումը այս առումով այսպեսին է. խնդրի լուծումը վեհապար հայրապետի հրաժարականն է, որը ցավոք սրտի ինքը չի անում ու քանի որ չի անում իշխանություններ գնում է հակադրությունների մեխանիզմով ու մենք ունենք այսօր այն ինչ ունենք եկեղեցու պառակտում 10 սրբազանները դրանք հայաստանյան սրբազաններ են եւ այդ քիչ չի այդ եկեղեցում ճեղք է ու այս ուղղությամբ եկեղեցու սպասավորները պիտի շատ լուրջ մտածեն իմ համար որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ սա մեծ ցավ է նաև պահքի շրջանում նման թեմաները խոսելը լուրջ ցավ է պատճառում ասեմ անկեղծ Շնորհակալություն ես եմ շնորհակալ Հեռանկարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր